Իսկ դու գիտեք, մեգերյան մեծ մեկ գորգը պատրաստ է լինում ավելի քան 1.5 տարում։ Միաժամանակ աշխատելով 3 կին եւ ամեն օր։ Սա ինչ է, եթե ոչ մշակութային ժառանգություն։ Յուրաքանչյուր հանգույց ձեռագործ ցելերը ներկվում են միայն բնական ներկանյութերով։ Օրինակ շագանակագույնը ստանում են ընկույզի կեղևից։ Ես միջոցառում մրցույթ էի կազմակերպել, որտեղ հավաքվել էին 10 բլոգերներ։ Միջոցառման սկզբում մենք մեգերյան կարպետում տուր արեցինք։ Ապրեցինք անսահման էմոցիաներ։ Սկզբում այցելեցինք գորգագործության գործարան, որտեղ ականատես եղանք ձեռագործ աշխատանքներին, կտրեցինք արդեն պատրաստի գորգը, ծանոթացանք մշակման մյուս փուլերին, շրջեցինք գորգերի թանգարանով։ Յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ պետք է այցելի մեգերյան կարպետ։ Այստեղ կար նաև վաճառքի սրահ, որտեղ վաճառվում են արդեն պատրաստի գորգեր։ Եվ իհարկե ինձ շոկի ենթարկեց մեգերյան կարպետում գտնվող ռեստորանը։ Գորգերով պատված, մշակույթով լի ու իդեպ սրահում կարող եք անցկացնել ցանկացած միջոցառում։ Օրինակ հարսանիչ, սա ի միջոցառման ընդամենը սկիզբն է։ Իսկ երկրորդ մասը անցկացնում ենք Սեդրակ Մամուլյանի խոհարարական դպրոցում, որտեղ մրցում են միմյանց դեմ 10 բլոգերներ։ Դե ինչ, հետևեք էջին, որպեսզի բաց թողնեք ռիլի երկրորդ մասը։